Երբ ինձ հետ ծանոթանում են, առաջինը իմանում են լրագրողը, ասում են ոնց լրագրող ու մամուլյան, այսինքն դիտմամբ ես ընտրել մասնագիտություն ազգանվանդ հետ ես համապատասխանեցրել։ Իրավական ոլորտում հայտնվելը շատ պատահական եղավ։ Իմ մտերիմներից մեկին ձերբակալեցին, հետո նայում էի այդ թղթերի մեջ, գործի եւ տեսնում էի, որ այդ օրերը, ժամերը, ամեն ինչ սխալ է ներկայացված, այդպես սկսեցի ուղղակի գնալ եւ հետեւել այդ դատին։ Գնացի եւ դա 2012 թվականներ, եթե ճիշտ եմ հիշում, եւ այդ օրվանից մինչեւ այսօր ես սիրահարված եմ դատարաններին։ Ես հիշում եմ, որ այդ սկզբնական շրջանում ես մի քանի ամիս ուղղակի լսում էի, որ հասկանայի ես ինչ բան է այս դատարանը, այստեղ ինչ է կատարվում, հետո արդեն համարձակվեցի գրել։ Արդեն բավականին երկար աշխատում էի, մոտ 10 տարի, որոշեցի, որ չէ, սա քիչ է, ես ուզում եմ ավելի խորը իմանալ ամեն ինչ իրավական ոլորտի մասին եւ ընդունվեցի իրավագիտության ֆակուլտետ Սլավոնականի, այդտեղ սովորեցի քրեական իրավունք եւ դատավարություն եւ մի քիչ հանգստացա, հիմա էլ Փաստաբանական ակադեմիա եմ սովորում։ Ոլորտը ինքնին իր տերմիններով, իր ընթացակարգերով շատ բարդ է։ Այստեղ մի բառը կարող է շատ որոշիչ լինել։ Հիմա կարող է դու ձերբակալվելու փոխարեն գրես կալանավորվել, ամբողջ պատկերը փոխվի։ Ինչպես տեսակ, այստեղ շատ դժվար է այս ընթացակարգերով անցնել եւ հասնել դահլիճ, պարտադիր ստուգում են, կապ չունի, թե ինչքան հորանցդ տունն է։ Լրագրողի դերը շատ մեծ է, բայց որպեսզի դու կարողանաս թարգմանել, այդ իրավական տերմինները, դու նախ պիտի ինքդ կարողանաս ընկալել դրանք։ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստին ենք այսօր մասնակցելու։ Վերջին տարիների ընթացքում մեր աշխատանքի համար այդ սահմանափակումները ավելացել են եւ մեր աշխատանքը բարդացել է։ Թե պետական մարմինները տեղեկատվություն տրամադրելու հարցում են ավելի զուսպ ձևակերպենք, թե հենց լրագրողը դեպքի վայրում աշխատելիս է ավելի շատ սահմանափակումների հանդիպում։ Օրինակ ես նախկինում 10 տարուց ավելի աշխատում եմ եւ ես չեմ հիշում նախկինում, որ մենք մոտենայինք որևէ դատախազի իրեն հարց տանք այն գործից, որը ինքը որին մասնակցում էր եւ ինքը ասեր զանգեք դատախազությունից թույլտվություն հարցրեք։ Ես այսօր պիտի դատարանում ինչ-որ բան նկարեմ, ես պիտի զանգեմ եւ թույլտվություն հարցնեմ, չգիտեմ ինչու։ Այս վերջերս հիշում եմ մի դեպք, երբ ԱԱԾ տնօրենը պիտի գար որպես վկա հարցաքննության եւ հենց իր գալու հանգամանքով պայմանավորված էին սահմանափակումներ դրել, այսպես միջանցքում այս հատվածում մի կանգնեք, մյուս հատվածում կանգնեք, դռնբաց նիստին չէին թույլ տալիս մուտք գործել, որովհետեւ ԱԱԾ տնօրենն է գալիս, հանկարծ հարց չտանք, հանկարծ չնկարենք, հանկարծ ներսում չիմանանք, թե ինչ է խոսում ինքը։ Երևի 40 դատական կարգադրիչ սենց շրջափակել էր, փորձում էին որևէ կերպ չթողել, որ ես իմ աշխատանքը կատարեմ։ Ի վերջո ես հասա նրան, որ ես Անդրանիկ Սիմոնյանին հարց տվեցի միջանցքում դատարանի, ինքը չխոսեց, այստեղ էականը դա չի։ Հարցն է նա, որ փորձում էին իմ աշխատանքը անհարկի խանգարել, երբ որ ընդամենը ԱԱԾ տնօրենն էր եկել։ Դեպքի վայրում միշտ պետք է զգույշ լինել եւ փորձել չվնասել։ Եվ դատարանը այս առումով բացառություն չի, այստեղ էլ պետք է միշտ այդ մի վնասիրի սկզբունքով առաջնորդվենք։ Լինում է, որ չգիտեմ, դատարանում դժողի հարազատն է բորբոքվում եւ շատ տենց էմոցիոնալ ինչ-որ բան խոսք ասում, մեղադրյալն է, տենց
որոշակի սահմաններ հատում եւ միշտ դու կանգնում ես այդ հարցի առաջ, հիմա ինչ անես, գրես եւ չգիտեմ կամ տեսանյութ հրապարակես եւ եւս մեկ վարույթ նախաձեռնելու պատճառ դառնաս, թե այնուամենայնիվ չանես, բայց նենց չի, որ միշտ քաղաքացու օգտին ա լինում որոշումը, կախված իրավիճակից որոշում ես, թե որն է ավելի ճիշտ։ Երբ որ երկրում կարևոր իրադարձություն ա լինում, բնականաբար լրագրողները անցնում են այլ ռեժիմով աշխատանքի, ընտրություններն էլ այս առումով բացառություն չեն եւ նախընտրական շրջանում եւ հետընտրական շրջանում եւ հենց բուն ընտրությունների օրը մեր աշխատանքն էլ դառնում է շատ ավելի ծանր։ Հիմա մենք տեսնում ենք, որ երկու օրը մեկ հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ձայնագրություն է հրապարակում ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ, բնական է, որ մեր վրա էլ դա ազդեցություն ունենում, պիտի հետևես տեսնես ում ձերբակալեցին, ում կալանավորեցին, ում ազատ արձակեցին, այդ ինչ պատմություն էր։ Քաղաքական գործերը հիմնականում, եթե դատական գործընթացի մասին ենք արդեն խոսում, դրանք ձգձգվելու անդադար ձգձգվելու հատկություն ունեն, որովհետև անընդհատ ներկայացվում են, չգիտեմ, ինքնաբացարկի միջնորդություններ, բացարկներ, ազատ արձակելու, խափանամիջոց փոխելու անդադար այդ process-ն է, եւ երբեմն տենց ինչ որ երկար սերիալներից է հիշեցնում, որ փուլում գնաս նույն բանն է կատարվում, այդ շատ ձանձրալի է եւ ինչ որ փուլում այդ հետաքրքրությունը մեկը մարում է, բայց չես իմանա, կարող է մարդկանց մտադրությունն էլ դա, որ այդ հետաքրքրությունը ի վերջո մարի, չգիտեմ։ Ինչքան էլ մենք այդ օբյեկտիվ փորձենք լինել եւ ասենք, որ օբյեկտիվությունը ենթադրում է ոչ մի կողմից չլինել եւ այլն հավասարակշիռ նյութ տալ, հա, մատուցել հանրությանը, միևնույնն է դու քո ներսում ունես այդ սուբյեկտիվ ընկալումը եւ մեղադրյալի եւ տուժողի եւ դատավորի եւ փաստաբանի եւ բոլորի նկատմամբ խնդրել է, հիմա այդ պահանջում եմ, որպեսզի պարզաբանվի, թե արդյոք ըստ այս պահին գործում են իմ դեպքում դատավորի կարգավիճակից բխող սահմանափակումները, թե ոչ։ Դատավորներից մեկի վերաբերյալ կարգապահական վարույթ կար եւ այդ այն դեպքերից էր, որ ես համարում էի, որ անարդար է։ Ականատես եղա, թե ինչպես այդ դատավորին դուրս հանեցին նիստերի դահլիճից։ Փաստաբանները ցանկացան ներս մտնել, թույլ չտվեցին, որպեսզի ներս մտնի։ Մի խոսքով հնարավոր ամեն ինչ եւ այս ամենի մասին, որ ես խոսում եմ, հետագայում դրանք արձանագրվեցին նաեւ սահմանադրական դատարանի որոշումներով, այս գործը նորից հետ եկավ, նորից նույն որոշումը կայացվեց լիազորությունները դադարեցնելու եւ ես հիշում եմ, որ ես ջանք ու եռանդ չէի խնայում, որ բոլոր չնայած դռնփակ դարձրին, նիստը դռնփակ էր։ Ես ԲԴԽ-ի դիմաց կանգնած էի անդադար, որ ինչ լինի ֆիքսեմ, որ ինչ լինի տեսնեմ, գրեմ, բայց արդյունքում ոչինչի չհասա։ Այդ դատավորը այսօր էլ զրկված է դատավորի կարգավիճակից ԲԴԽ որոշմամբ։ Երբ պետությունն է որոշում դուրս գալ մարդու դեմ, սենց մի քիչ կոպիտ է հնչում, բայց տենց է, այդտեղ ես կարծում եմ, որ լրագրողը անզոր է։ Ինչ ուզում ես արա։ Իսկ սովորական ինչ որ փոքր դեպքերում, չգիտեմ, ինչ որ մեկի իրավունքը խախտվել է, դու գնացիր լուսաբանեցիր, խնդիրը լուծվեց, հա, տենց կստացվի։ Բայց երբ հարցը մի քիչ ավելի լուրջ է, հարցը մի քիչ ավելի քաղաքական ինչ որ ենթատեքստ ունի, այդտեղ ես համենայն դեպս ինձ շատ դեպքերում անզոր եմ զգում։